Ձեզ առաջարկ ալան, 10 հոգի, ու էր պատրաստա հանդիպի ինձն հետ, կյան ինձն հետ հանդիպի։ Ես ուզում բոլորի տեղեկացնիմ այսօրվա իրավիճակի պատասխանատուներին մասին։ Այսօրվա կազմակերպիչները բազմիցս, լսում ազգ, բազմիցս հնարավորություն ունենացալ ինձ հետ հանդիպելու։ Ես տասնյակ անգամ հանդիպել եմ իրանց հետ։ Ներկայացությունից դուրս 5 հոգու, 10 հոգու, մանրամասը ներկայացրել իրավիճակը։ Իրանք ներկայացրել են այսպես կոչված թալանի վերադարձի հետ կապված խնդիրները։ Ներկայացվել է թալանի հետ կապված խնդիրները։ Եթե ձեր ակցիան իրոք իրականում ունի նպատակ վերադարձնելու այդ թալանը, ես ողջունում եմ այս ակցիայի բոլոր մասնակիցներին։ Մի րոպե նավապետ հանգիստ։ Ես ուրախ եմ նման նախաձեռնությանը, ես էլ եմ կողմ, որ այդ թալանը պետք է վերադարձվի մեր ժողովրդին։ Եվ այդ նպատակով 23 թվականի նոյեմբերի 8-ին իմ կողմից համապատասխան գործություն է գրվել Հայաստանի Հանրապետության դատախազ Տիկին Վարդապետյանի։ Դրա հիման վրա հարուցվել է համապատասխան քրեական գործ քննչական կոմիտեում, հակակոռուպցիոն կոմիտեում։ Այդ շրջանակներում ես հրավիրվել եմ նաև որպես վկա հարցաքննության։ Արգրավել է ներդրումային հիմնադրամի էլեկտրոնային կրիչները։ Մինչև 1000 դրամ իրենք տեղյակ են ինչ է կատարվել Արցախում ներդրումային հիմնադրամում։ Այդ քրեական գործերի շրջանակներում հարցաքննվել են նաև պետական պաշտոնյաները, ներդրումային հիմնադրամի տնօրեն եւ այլ պաշտոնյաներ։ Վերջերս մենք նաև տեղեկատվական շտաբով տեղեկատվություն ենք տարածել այս ամենիչի մասին եւ հորդորել ենք նորից իրավապահ համակարգին ակտիվացնել գործողությունները այդ նպատակով։ Ես լավ տեղյակ եմ ձեր կողմից ներկայացված պահանջին։ Ինչ վերաբերում է ակցիայի մասնակիցներին իմ միանալը, ես համարում եմ, որ դրա անհրաժեշտությունը չկա, սա քաղաքացիական ակցիա է, եւ ես միան ողջունում եմ, եթե հանրային ճնշում լինի ձեր կողմից իրավապահ համակարգին այս հարցերի իրավական լուծում տալու համար։ Ինչքան ես հասկանում եմ, ձեր կողմից չկա տրամադրություն այս հարցերը լուծել փողոցային հաշվեհարդարի տեսքով։ Նահապետ, մի րոպե։ Եվ նահապետ, դու եւ կողմնակիցները հնարավորություն եք ունեցել իմ հետ հանդիպելու։ Ձեր կողմից եղել է առաջարկ ստեղծել հասարակական կազմակերպություն եւ խնդրել եք ինձ, որպեսզի ձեզ լիազորեմ այդ հարցերով զբաղվելու համար։ Ես այդ համաձայնություն ձեզ տվել եմ եւ օգնել ենք ձեզ հասարակական կազմակերպություն գրանցելու համար Հայաստանի Հանրապետություն։ Ասել եք կա խնդիր տրանսպորտային միջոցի, նաև տրանսպորտային միջոց ենք տրամադրել, որ դուք զբաղվեք այդ հարցերով։ Այդ լիազորագրի հետևից որևիցե մեկը չի եկել։ Եվ այսօր կազմակերպել այս ակցիան եւ ասել, որ որևիցե աշխատանք չի իրականացում մեր կողմից, դա արդար չի։ Որևիցե մեկը, ով ցանկություն է հայտնել հանդիպել Արցախի նախագահի հետ, այդ հնարավորությունը ունեցել է։ Ես ինձ Թոմաս Պարիչ ձեր հարցերին պատասխանեցի կապված ձեր կողմից բարձրացված հարցերի թալանի վերադարձի հետ։